Բարև ձեզ ընկերներ, թող Աստված ձեզ բոլորիդ օրհնի, և թող Աստծո Սուրբ Հոգին, ամենակարող Աստծո Հոգին, թող նա գա և ուղղորդի մեր բոլորի մտքերը, ուղղորդի մեր սիրտը և մեր խոսքերը, որպեսզի դուք ստանաք այն խոստումների արդյունքը, որն Աստված է տվել։ Աստված օգտագործում է իր Սուրբ Խոսքը, որպեսզի հռչակի և օրհնություն, և անեծք։ Աստվածաշունչն ասում է. երբ մենք հնազանդվում ենք Աստծո Խոսքին, մենք բնական կերպով օրհնվում ենք, առանց ինչ-որ արժանիքի, բայց Աստծո Խոսքի հանդեպ անհնազանդությունը տանում է մեզ դեպի անեծքի։ Ուրեմն, ինչպես որ ասացինք, Աստված օրհնում է իր Խոսքի միջոցով, բայց դա միակողմանի չէ։ Գոյություն չունի միայն Աստծո Խոսքը մեր համար, կա նաև մեր խոսքը Աստծո համար։ Հիսուսը հաջորդն է ասել. եկեք միասին կարդանք. Մատթեոսի ավետարան 12-րդ գլուխ և խոսք 37. Որովհետև քո խոսքերից պիտի արդարացվես, և քո խոսքերից պիտի դատապարտվես։ Մինչև այս խոսքերին հասնելը, Տեր Հիսուսը հաջորդն էր ասել. բարի մարդն իր սրտի բարի գանձից է բարիքներ հանում, իսկ չար մարդը չար գանձից է չարիք հանում։ Այլ կերպ ասած, մեր յուրաքանչյուրի խոսքերը ցույց են տալիս, թե ինչ է գտնվում մեր ներսում։ Ինչպես որ գրված է. բարի մարդը իր սրտի բարի գանձից բարիքներ է հանում, իսկ չարը չարիք։ Եվ ցանկանում էի ձեզ մի բան ասել. խոսքը չի մահանում։ Յուրաքանչյուր խոսք, որը դուք արտահայտում եք, հավիտյան ապրելու է։ Եվ դատաստանի օրը մենք կամ արդարացած ենք լինելու, կամ էլ դատապարտված։ Հենց ինքը Հիսուսը խոսք է, ով մարմին է դարձել, և նա խրախուսում է բոլոր նրանց համար, ովքեր հավատում են նրան, բայց ովքեր չեն հավատում, նրանք արդեն դատապարտված են։ Ինչու ենք մենք վերջերս շատ սրա մասին խոսում, վերջերս եկեղեցում մենք խոսում ենք այս Սաղմոսի մասին։ Սաղմոս 102 և խոսք 19. Որովհետև նա իր սրբարանի բարձրունքից նայում է, Տերը երկնքից նայում է երկրին, որպեսզի լսի կապվածի հառաչանքը և ազատ արձակի մահվան որդիներին։ Այստեղ գրված է, որ Աստված լսում է բոլոր նրանց, ովքեր կանչում են նրան, ովքեր աղոթում են։ Եվ այստեղ կարևոր է, որպեսզի դուք հասկանաք, թե ձեր խոսքերում որքան մեծ իշխանություն կա։ Ձեր բառերը, ձեր ձայնը մեծ իշխանություն ունեն։ Ես հաճախ էի այս օրինակը բերում, որ մեկ խոսքով մարդիկ ընտանիք են կառուցում, և մեկ խոսքով էլ կարող են քանդել այդ ընտանիքը։ Ինչու են հիմա պատերազմներ սկսվում։ Որովհետև կան մարդիկ, ովքեր ունեն այդ իշխանությունը, և նրանք ասում են. հիմա մենք պատերազմ ենք սկսում։ Եվ պատերազմը սկսվում է։ Ուրեմն մենք հասկացանք, որ խոսքն իշխանություն ունի թե կառուցելու, թե քանդելու համար։ Եվ շատ մարդիկ արդեն վկայել են, ասելով այսպես. եպիսկոպոս, իմ ընտանիքը մեկ խոսքով քանդվել է։ Եվ հնարավոր է դուք նույնպես։ Դուք հիմա տառապում եք, որովհետև ձեզ մեկ խոսք են ասել։ Դրանից հետո ձեր կյանքը փոխվել է։ Եվ հենց դրա համար էլ Աստծուն հաճելի չէ, երբ ինչ-որ մեկը
Սխալ արտահայտություններ է անում նրա հանդեպ, որովհետև Աստված հասկանում է, որ այդ խոսքերը մարդու սրտից են դուրս գալիս։ Հենց մարդու ներսն այդպիսին է, եւ այդ խոսքերը չեն մահանում, նրանք հոգու նման հավիտյան են ապրում։ 102-րդ Սաղմոսում մենք կարդում ենք, որ Աստված երկնքից նայում է, որպեսզի լսի կապվածի հառաչանքը եւ ազատ արձակի մահվան որդիներին։ Բայց եթե մենք բացենք 79-րդ Սաղմոսը, այնտեղ նույնպես կա նմանատիպ խոսքեր, որոնք արդեն Ասափն է ասում։ Խոսք 11-ում կարող ենք կարդալ. Գերիների հառաչանքը թող հասնի քո առջև, քո բասկի մեծության համեմատ, ապրեցրու մահվան մատնվածների որդիներին։ Այստեղ մենք Ասափի աղոթքն ենք տեսնում։ Հետո դուք կարող եք ավելի մանրամասն կարդալ 79-րդ Սաղմոսում։ Եվ ինչպես որ նախկինում Հիսուսը հրամայել էր աշակերտներին, որպեսզի գնան, քարոզեն ավետարանը, բժշկեն, ազատագրեն մարդկանց, այդ նույնը այսօր շարունակվում է մեր միջոցով։ Եվ երբ Հիսուսն ասում էր. գնացեք եւ բժշկեք մարդկանց, ազատագրեք նրանց, միթե դուք մտածում եք, որ այդ բժշկությունը եւ ազատագրումը նրանց ձեռնադրման միջոցով էր գալիս միայն։ Այդ ամենը տեղի էր ունենում խոսքի միջոցով։ Ազատագրում էին դիվահարներին ինչի միջոցով։ Խոսքի։ Բժշկում էին մարդկանց նույնպես խոսքի միջոցով։ Բայց կարևոր է հասկանալ, որ այդ խոսքը պետք է հիմնվի Տեր Հիսուսի անվան իշխանության վրա։ Աշակերտներն օգտագործում էին իրենց խոսքերը, բայց հիմնվում էին Հիսուսի անվան իշխանության վրա։ Եվ այդ ամենն այսօր շարունակվում է մեր միջոցով, մեր խոսքերի միջոցով։ Երբ մենք քարոզում ենք, երբ աղոթում ենք, հռչակում ենք ինչ-որ բան, մեր խոսքերը պետք է հիմնվեն Տեր Հիսուսի իշխանության վրա։ Եվ ըստ Աստծո խոսքի մարգարեությունը, դա այն գուշակությունը չէ, որով մարդիկ զբաղվում են։ Շատերը մոլորված են եւ մտածում են, որ մարգարեանալ նշանակում է ինչ-որ բաներ գուշակել։ Մարգարեությունը դա Աստծո խոսքը հռչակելն է։ Եվ այդ նույն խոսքն այնքան ուժեղ է, որ Տեր Հիսուսը 3 անգամ հաղթեց սատանային, գտնվելով անապատում, առանց հնարավորության, առանց ուժերի։ Նա հաղթեց սատանային խոսքի միջոցով։ Նրա հավատը հիմնված էր խոստումների վրա, հիմնված էր այն խոսքի վրա, որն Աստծունն էր։ Եվ իհարկե սատանան չի կարող հակառակվել այդ դեպքում։ Հիսուսն իր խոսքերը չէր օգտագործում, իր սեփական իշխանությունը։ Նա օգտագործում էր իր հավատը, հիմնվելով Աստծո խոսքի վրա, որը գրված է եղել։ Կարող ենք ասել, որ նա վերցրեց Աստծո խոսքը, այսինքն իր հոր խոսքը, եւ այդ խոսքը նրա ներսում կատարվեց, եւ նա հաղթեց սատանային։ Եվ այդ նույնը տեղի է ունենում մեր եկեղեցում։ Մեր ծառայությունները, մեր աղոթքները, քարոզները, ամեն ինչ պետք է հիմնվի Աստծո խոսքի վրա։ Այլ խոսքերով ասված, մեր խոսքը պետք է հիմնված լինի Աստծո խոսքի վրա։ Եվ եթե խոսենք այն մարդկանց մասին, ովքեր հետևում են Տեր Հիսուսին, ովքեր նրա իրական երեխաներն են եւ ծառայում են նրան, այդ մարդիկ, ովքեր քարոզում են, ավետարանում են մարդկանց, աղոթում են նրանց համար, խոսք են փոխանցում, այդ խոսքը Տեր Հիսուսի անվան իշխանությունն ունի։ Եվ դուք ովքեր տառապում եք, հնարավոր է արդեն երկար ժամանակ դուք այդ տառապանքի մեջ եք, նույնիսկ չեք ցանկանում ապրել։ Դուք փորձում եք ինչ-որ լավ բան գտնել այս կյանքում, բայց ոչինչ չի ստացվում։
Դուք ովքեր այդ հոգևոր ստրկության մեջ եք գտնվում եւ չեք կարողանում դուրս գալ այդ տեղից։ Աստված շատ մեծ է եւ նա լսում է բոլոր նրանց հառաչանքը, ովքեր տառապում են, ովքեր օգնության կարիք ունեն։ Կարևոր չէ թե այդ ստրկությունը ֆիզիկական է թե հոգևոր։ Կարևոր չէ թե ինչպիսին է ձեր խնդիրը։ Դուք ովքեր գտնվում եք այդ դեպրեսիայի մեջ, անընդհատ վախերի մեջ, անընդհատ գլխացավեր, տառապանք, շատ դառը կյանք։ Դուք ովքեր ցանկանում եք ինքնասպան լինել։ Այդ տառապանքներից յուրաքանչյուրը կարևոր չէ թե որի մեջ եք դուք գտնվում։ Եթե դուք ասում եք ես չեմ կարողանում ազատվել դրանից, բայց ես ցանկանում եմ դուրս գալ այդ իրավիճակից։ Մենք հրավիրում ենք ձեզ Աստծո Թագավորություն եկեղեցի։ Մեր եկեղեցու բոլոր ծառայողները, բոլոր հովիվները, հովիվի կանայք, եպիսկոպոսները, բոլոր ծառաները, մենք հռչակելու ենք ձեր կյանքում այդ ազատագրումը եւ այդ ամենն Աստծո խոսքի հիման վրա։ Տեր Հիսուսն ասել է. Իմ խոսքը հոգի եւ կյանք են, եւ ովքեր որ հավատում են այդ խոսքին, ուրեմն նրանք պետք է ընդունեն այդ հոգին եւ կյանքը, բայց երբ հավատում են իրականում, դուք ովքեր այդ ստրկության մեջ եք գտնվում, այդ կախվածությունների մեջ, կարևոր չէ թե ինչպիսին է ձեր խնդիրը, Աստված լսում է ձեր ձայնը, Աստված լսում է ձեր աղոթքը։ Եթե դուք հավատում եք Աստծո խոսքին, այն խոսքին, որը փոխանցում է ձեզ Աստծո ծառայողը, դուք կազատագրվեք։ Դուք կազատվեք այդ տառապանքից, որը երկար ժամանակ ձեր կյանքում է եղել։ Հիսուս Քրիստոսի անունով ուշադիր նայեք, Աստծո խոսքը ունի մեծ իշխանություն, որպեսզի կատարի այն, ինչ որ Աստված խոստացել է, ինչ որ նա հռչակել է, Աստծո խոսքին հավատալու միջոցով դուք կարող եք ստանալ այդ խոստումների կատարումը։ Եվ Պողոս առաքյալն այսպես էր գրել, որ Աստված մեր ներսում եւ ցանկություն եւ գործ է դնում։ Մեր եկեղեցում արդեն սկսվել է հավատի իրադարձությունը։ Սուրբ հողից սուրբ կրակ հավատի իրադարձությունը արդարության համար։ Այս հավատի իրադարձությունը նրանց համար է, ովքեր տառապում են, ովքեր հիվանդությունների մեջ են, ովքեր կախվածություններ ունեն, ովքեր չեն կարողանում ազատագրվել, եւ մանավանդ նրանց համար, ովքեր անարդարության մեջ են ապրում։ Հնարավոր է դուք ինքներդ անարդար չեք, բայց այն ամենն, ինչ որ ձեր շուրջն է կատարվում, այդ ամենը անարդար է ձեր հանդեպ։ Այս ամենը բոլոր նրանց համար է, ովքեր ինչպես Տեր Հիսուսն էր ասել, ունեն ականջ, որպեսզի լսեն։ Բոլոր նրանց համար, ովքեր ցանկանում են նոր կյանք ստանալ, ովքեր ցանկանում են ազատվել այդ տառապանքից, այդ նեղություններից, այդ հավատի իրադարձությանը դուք կարող եք մասնակցել յուրաքանչյուր Աստծո Թագավորություն եկեղեցում, որ երկրում էլ որ գտնվում եք, կարող եք գտնել հասցեն եւ մասնակցել։ Եկեք եկեղեցի այնպիսին, ինչպիսին որ դուք կաք։ Մենք ուրախ ենք բոլորի համար։ Կարևոր չէ թե ինչպիսին եք դուք եւ ով եք դուք։ Բերեք ձեզ հետ այն, ինչ որ դուք ունեք։ Ես հիմա խոսում եմ ձեր խնդիրների, ձեր տառապանքի մասին, որովհետև այն, ինչ որ դուք կլսեք ծառայության ժամանակ, կփոխի ձեր կյանքը։ Այն մարգարեությունը, այն խոսքը, այն հռչակումը, որ դուք կլսեք, կփոխի ձեզ, որովհետև դա լինելու է Աստծո խոսքի հիման վրա։ Եվ Աստված հենց ինքն ասել է. ինչ որ իմ շուրթերից դուրս է գալիս, դատարկ հետ չի վերադառնում։ Եվ հենց դա մեր հավատն է։ Յուրաքանչյուր Աստծո Թագավորություն եկեղեցում մենք ձեզ սպասում ենք։ Եվ մենք պահանջելու ենք Աստծուց նրա խոստումների կատարումը բոլոր նրանց կյանքում, ովքեր արդար են, ովքեր կատարում են Աստծո խոսքը։ Տեր Հիսուսն այսպես էր ասել. գնացեք ամբողջ աշխարհով մեկ, քարոզեք ավետարանը, բժշկեք հիվանդներին, ազատագրեք մարդկանց, ձրի ստացել եք ձրի էլ տվեք, իսկ ով հավատա եւ մկրտվի կփրկվի։
Եվ մենք հենց այս հոգու և հավատի մեջ ենք լինելու։ Դուք մեր յուրահատուկ հյուրն եք։ Եթե դուք լսում եք այս խոսքերը և ասում եք. «Եպիսկոպոս, ես արդեն ազատագրվել եմ, ես արդեն հրաշք եմ տեսել իմ կյանքում, ես փրկված եմ, ես բժշկություն եմ ստացել, ես Աստծուն եմ հետևում», ուրեմն ինչ կարող եք դուք անել։ Բերեք ձեզ հետ այն մարդկանց, ովքեր տառապում են։ Բերեք նրանց, ովքեր խնդիրների մեջ են, ովքեր ունեն այն բանի կարիքն, ինչ որ դուք եք ստացել Աստծուց։ Բերեք նրանց, ովքեր տառապում են, ովքեր հիվանդ են, կախվածություններ ունեն։ Ինչպես որ Աստծո խոսքում է գրված, այն մահվան որդիների մասին։ Հնարավոր է նրանք դատապարտված են արդեն այդ մահվան, միևնույն է, բերեք նրանց։ Հրավիրեք այդ մարդկանց, որովհետև Աստված նրանց կյանքում ինչ-որ գերբնական փոփոխություն է անելու։ Իհարկե Աստված ամենուր և ամեն ժամ կարող է այդ հրաշքը անել։ Բայց Աստված հրաշք է կատարում, Աստված պատասխանում է, երբ մենք համաձայնվում ենք նրա հետ, որովհետև Աստված ցանկանում է օգնել, բայց երբ մենք նույնպես հավաքվում և համաձայնվում ենք նրա ցանկության հետ, Աստված պատասխանում է։ Եվ մենք դա ենք պահանջելու մեր ծառայությունների ժամանակ, հիմնվելով Աստծո խոսքի վրա։ Մենք պահանջելու ենք, որ կատարվի նրա բոլոր խոստումները այդ մարդկանց կյանքում, ովքեր հետևում են նրան, ովքեր արդարության մեջ են, ովքեր որ հավատում են։ Եվ եթե դուք հավատում եք, ուրեմն եկեք, որովհետև Աստված հաստատ ձեզ կօրհնի։ Մինչ մեր հանդիպում, իմ ընկերներ, Աստված թող ձեզ առատորեն օրհնի։ Ամեն։